Բարձես Factor TV հյուրը նժար սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցն է, բարձես Տիկին Կարապետյանց։ Հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների մասնակցող հիմնական ուժերը, այսպես հայտնեն, գիտեք, հիմնական բառի տակ ես ուզում եմ դնել ավելի մեծ ռեսուրսներ ունեցող, մեկը ֆինանսական, մեկը մեդիա, մեկը քաղաքական, մեկը, չգիտեմ, ժողովրդի կհասկանանք ում մասին է, հատկապես վերջինը, դրանք հայտնի են, ասենք, այսօրվա խորհրդանական ընդդիմությունն կառավարող ուժը Կարապետյանների ընտանիքն է իրենց ասպես ֆորմատով ուզում մասնակցել։ Դուք ունեք այսպես կարողություն մրցել նման ուժերի հետ, ոնց որ ավելի համեստ եք, էլի, այսպես ռեսուրսներով կամ մի քիչ ավելի դեպրեսիվ հարց։ Պատրաստ եք անհաջողության սցենարի։ Դե ցանկացած ուժ որ գնում է ընտրությունների, բնականաբար ինքը չի նախատեսում պարտվել, հանձնվել կամ եթե այդպիսի տարբերակ լինի, եթե մենք գնահատենք իրավիճակը, որ հնարավոր չի լինելու մասնակցել եւ անիմաստ է դա գնալու է փոշիացման, ամենածայրահեղ տարբերակը, որը մենք այդ թվում նաեւ որպես տարբերակ կարող ենք քննարկել, դա չմասնակցելն է, որպեսզի չդառնաս այս իշխանությունների վերարտադրման գործիք։ Այս իմաստով իհարկե բոլոր տարբերակները կարող են քննարկվել, բայց այս պահին մենք տեսնում ենք, որ դեռ հնարավորություն կա, այո, կան ուժեր, որոնք որ եւ շատ ավելի հարուստ են, շատ ավելի ֆինանսական ռեսուրսներ ունեն, մեդիաներ ունեն, դե մեդիան գիտեք, բաժանված է հիմնականում ճնշող մեծամասնությունը երկու հատվածի, մեկը իշխանությանն է, մեկը նախկին իշխանություններն ու հատուկենտ եթերներ կան, որոնք իսկապես անկախ են եւ բոլորի համար են հարթակ հանդիսանում, բնականաբար այստեղ մենք կարելի ասել, հա, ավելի թույլ դիրքերում ենք հանդես գալի, բայց նաև 60%-ը տարբեր քննարկումներով, տարբեր հարցումներով, մինչև 60% հասարակության ասում է հավասարապես մերժում է թե ներկաներին, թե հարաբերական ներկաներին, որովհետև դրանք էլ են արդեն 7-8 տարի հետո դառնում են արդեն նախկիններ, թե նախկիններին։ Այսինքն հասարակությունը իսկապես սպասման գոտում է եւ այստեղ մենք շատ շահեկան դիրքում ենք գտնվում։ Ես կարծում եմ, որ այն ինչ որ առաջարկում ենք մենք, առնվազն գոնե սկզբնական շրջանում որևէ մեկ այլ ուժ չէր քննարկում, հիմա միջև անգամ հասկացել են թե ինչքան մեծ է սպասումը հասարակության բարեփոխումների, իրական փոփոխությունների տեսանկյունից, անգամ Ռոբերտ Քոչարյանն է սկսել փոփոխությունների մասին խոսել։ Մարդ, որը շատ կոմֆորտ էր իրան զգում են սահմանադրությունների այն միջավայրի ներքո, որտեղ որ այսպես թակավորում են։ Այնպես որ ես կարծում եմ, որ շատ լավ, այդ թվում նաև այդ ձեր նկարագրած տարբեր թիվերը շատ լավ հասկանում են, որ հասարակությունը փոփոխություն, իսկապես փոփոխություն է սպասում։ Մենք այդ եւ նոր դեմքերն են։ Ես կարծում եմ, ինչ-որ ժամանակ հետո արդեն հնարավորություն կունենա ավելի հստակեցված պատկերացնել, թե ովքեր են նաև միավորված, միացած, հա, այդ նոր դեմքերը, դա նաև նոր մտքեր ու գաղափարներ են, դա մի խոսքով նորարարություն է, ինչ որ սպասում է մեր հասարակությունը։ Ասացիք անգամ պարոն Քոչարյանն է փոփոխություն խոստանում, բայց եկեք խոստովանենք, որ ամեն փոփոխություն դեռ չի նշանակում, որ դա լավ փոփոխություն է, կարող է նաև հակաժողովրդավար, ավելի հակաժողովրդավարական փոփոխություն լինել, քան այսօր միշտ կա ավելի վատը, հա, այ ձեր տեսակետից ինչպես անել, որ ավելի վատի եւ շատ վատերի միջև անվերջ կարատև երևա։ Շատ պարզ, այն ինչի փորձը մենք արդեն ունենք որպես հասարակություն, չընտրել այն, ինչ մենք արդեն տեսել ենք։ Շատ պարզ է տրամաբանությունը։ Մենք տեսել ենք տարբեր ներկայացված կամ արդեն գործող իշխանությունների խոստումները եւ գործողությունները։ Մենք տեսել ենք իրենց այսպես արգասիքները, հետևանքները այս ամեն ինչի, որտեղ 18 թվականը նաեւ նախորդ իշխանությունների գործունեության, այսպես իրենց թակավորության օրոք տեղի ունեցածի հետևանքն ու արդյունքները։ Գնայ դուք ձեզ տեսնում եք նրանց ճամբարում, այս ուժերին, որ նշեցի, Քոչարյան, Կարապետյան, Սարգսյան, որպես, չգիտեմ, համագործակցող կամ չգիտեմ։ Ես անգամ չեմ պատկերացնում, որ իրենք նման ցանկություն կունենան։ Այդպես սկսենք դրանից, որովհետև իրենք լրիվ այլ դաշտում են իրենց պատկերացնում։ Մենք արժե համակարգերի տեսակետից շատ տարբեր ենք, շատ կարևոր, որովհետև այս հարցի համար ինչով է տարբերվում։ Տարբերվում ենք նրանով, որ մենք առաջարկում ենք գալ իշխանության գալու պարագայում փոփոխություններ իրականացնել, որոնք հենց մեր իշխանության օրոք կսահմանափակեն գործադիր մարմնի լիազորությունները։ Ասելա թե այլևս ու դա չենք առաջարկում հաջորդիվ եկող իշխանությունների համար, դա մենք մեր ժամանակ կրճատում ենք մեր լիազորությունները, որովհետև մեկ այսպիսի մեծ պրոյեկտ չի առաջարկել, եւ դրա թիկունքում կա նաեւ այլ գաղափարներ, այլ մտքեր, որոնք որ հնարավորություն են տալու ստեղծել հայկական ոչ թե այսպես փոքր խումբ,
կուսակցություն կամ կուսակցական շահեր սպասարկող ինչ որ իրավիճակ, այլ ստեղծել իրավիճակ, որտեղ հայկականությունը A պաշտպանված կլինի, B մենք ունենանք ստեղծենք այն տարբեր ոլորտների լայն իմաստով էլիտաները, մենք ստեղծենք համակարգ, որի պայմաններում մի հոգի չի գա ու չի դառնա, այսպես արքայից արքա կամ չգիտեմ, շախեն շախ չի դառնալու, ու սա թերևս այն առավելությունն է, որը մենք առաջարկում ենք։ Այս իմաստով որևէ մնացած կողմերից մասնակիցներից մեկը, ով էլ ինչ խոսք տա, ցավում եմ, բայց ստացվելու է, որ մենք ճնշող մեծամասնության գործնեության արգասիքներ արդեն տեսել ենք։ Մնացածն էլ դեռ բարեբախտաբար չենք տեսել, հուսամ իրենք իսկապես շատ ազնիվ նպատակներ ունեն։ Տեսեք, այդ ուժերը, որ ձեզ լսենք, ասեն բարի բաներ եք ասում Տիկին Կարապետյանց, բայց դուք շանս չունեք, մի փոշիացրեք մեր ձայները, ընդդիմադիր ձայները, Փաշինյանին քլնգողների ձայները, մի փոշիացրեք, թույլ տվեք գան ձեզ հավանական ընտրողները, թե ձեզ կասեն, թե այլ ուժերի կասեն, միանան 3-4 խոշոր ընդդիմադիր շարասյուներ, որոնց արդեն նշեցի մոտավորապես էլի, թողիզները, եթե սխալվեմ, եւ մենք միասին ավելի շատ ձայն կհավաքենք, Փաշինյանին կիշխանազրկենք։ Դուք խանգարում եք։ Չէ, մենք չենք խանգարում, որովհետեւ մեր ճանապարհները այն մարդիկ, ովքեր ընտրելու են Ռոբերտ Քոչարյան, դժվար թե գան Նինա Կարապետյանց ընտրելու։ Շատ համարյա 0-ին մոտիկ կան։ Եվ Փաշինյանի դեմ ձայները կոնսոլիդացնելու, որպիսի ինչ։ Որովհետև շատ կարևոր է, Ռոբերտ ջան, ես դեռևս 18 թվականին, երբ ասում ենք Քայլարա Մերժի Սերժին, ես անկեղծորեն անդադ հարցեր եմ ծագում, բասեր Մերժի Սերժին, որ ինչ։ Ժամանակին տրվեցին խոստումներ, որոնք համարյա զրոյականացվեցին, մենք չունեցանք ոչ մի արդյունք։ Հիմա ես ամեն անգամ հարց եմ տալի Քայլարա Մերժի Նիկոլին, որ ինչ, որպեսզի այս նույն համակարգի մեջ գա տեղավորվի որևիցե մեկ այլ անձ ու եթե բախտներս բերի կլինի պարկեշտ մարդ, կլինի հայրենասեր մարդ, կլինի գիտակից մարդ, հա, փորձառու մարդ, ու մենք ունենանք օրինակ 5 տարվա բարեխիղճ կառավարում, հետո կգա նորից մի հատ ուրիշ Նիկոլ Փաշինյան։ Ինչ է փոխվում մեր կյանքում։ Դրա համար շատ կարևոր է հասկանալ Քայլարա Մերժի մնացածին, հա, կամ տվյալ դեպքում Նիկոլին ու կոնկրետ առաջարկներ արա։ Եթե կան մարդիկ, ովքեր որ այս դաշտը ծածկում են, որտեղ որ մենք ենք, իրենց հետ գուցե եւ այդ հարցը տեղին լինի։ Այսինքն ուժեր, որոնք ակնկալում են այդ 60%-ի ձայները ստանալ, որոնք որ իսկապես նոր ուժի սպասման մեջ են, հա, ես այդ իմաստով կընդունեմ, բայց ասում եմ նախկին իշխանությունների եւ գործող իշխանությունների մոլի երկրպագուները հաստատապես մեզ ձայն չեն տալու, իրենք տենց կարծրացած պատկերացում ու մտածողություն ունեն։ Իսկ այդ փոշիացնելու նարատիվը արդյոք դուք չեք փոշիացնում ընդդիմադիր ձայները։ Ում ձայներն ենք փոշիացնում, նրանց ովքեր որ նորից հակափաշինյանական ձայները։ Նորից շատ կարևոր է հասկանալ, Մերժի Փաշինյանին բոլորովին չի նշանակում, որ դուք ստանալու եք նոր տիպի հարաբերություններ, նոր տիպի պետական կառավարման ձև, այսինքն նորարարություն չեք ստանալու։ Դուք ստանալու եք ինչ որ ունեցել եք Նիկոլի ժամանակ։ Ձեզ համար ինչ տարբերություն վերևով անստաց։ Եթե նորից կոռուպցիան լինելու է այս նույն մասշտաբի, եթե խնամի ծանոթ բարեկամ էլի նույն մասշտաբի է լինելու, տրամաբանություն, եթե հակաիրավական գործողությունները նույնն են լինելու, եթե քաղաքական հետապնդումները նույն տրամաբանության մեջ են, ձեզ համար ինչ տարբերություն վերևով անստաց։ Այսինքն եթե չեն գալիս արժեհամակարգ կրող մարդիկ, եթե չեն գալիս գաղափարներ կրող մարդիկ, փոփոխությունների առաջարկ անող մարդիկ, ասում եմ ձեզ համար ինչ տարբերություն ունի, մարդիկ նստած են էլի, ասում եմ, ասում եմ մալալի Բրազիլի Պետրո, հիմա նույն մարդիկ պիտի գան, նույն մարդիկ նույն տրամաբանության մեջ աշխատեն։ Այսինքն դուք այսպես դասական գաղափարական պայքար եք պատկերացնում եւ կարծում եք, որ ձեր շանսը այդտեղ է, այսինքն համակարգափոփոխություն եք առաջարկում, ոչ նոր բառ հորինեցի, անձափոխություն։ Այո, որովհետև անձերը չեն կարող գեղեցիկ եւ հնարավորություն է տալիս մեզ, այո։ Նոր բառեր ստեղծելու լեզվի պետական տեսչությունը ձեզանից կվիրավորվի, որովհետև դա իրանց ես կվաճառեմ հեղինակային իրավունք այդ բառի։ Չվախենաք, այնտեղ լավ մասնագետներ կան, իդեպ ես մի քանի տարի աշխատել եմ լեզվի պետական տեսչությունում որպես իրավաբան ու հա բառեր ստեղծելու հետ կապված շատ հետաքրքիր դեպքերի եմ ականատես եղել։ Տեսեք, այո, շատ կարևոր է հասկանալ, որ եթե կան ուժեր, որոնք որ նոր առաջարկներ ունեն, նոր բովանդակային առաջարկներ ունեն, որովհետև հին բոլոր առաջարկները, որ կգա այսինչ մարդը ու այսինչ մարդն է մեր փրկիչը, դա այլևս չի աշխատելու մեր հասարակության մոտ էլ նաև չի աշխատելու։ Այո, հասարակություն իսկապես ընտրում են նաև անձով են ընտրում, շատ դեպքերում անձով են իրենց այսպես ընտրությունը հիմնավորում, բայց
պետք է նաև այս անգամ գոնե այս անգամ 26 թվականին նայել թե ինչ են առաջարկում եւ ինչքանով են մարդիկ հետեւողական եղել, որովհետեւ մենք ամեն անգամ նույն խնդրին չենք կարող բախվել։ Օրինակ տեսեք, ընդդիմության ուժերից պարոն Քոչարյանն ասում էր, միակ մարդը, որ կարող եմ երկիրը հանել այս երեջեկից ես եմ։ Ինչու չհավատալ։ Որովհետև ցավալիորեն մենք ապրել ենք նաև Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, որտեղ այո, իսկապես եղել ասել, որ չի եղել տնտեսական աճ, բայց դա չի եղել հենց բացառապես Ռոբերտ Քոչարյանի այսպես մեծ գաղափարների տարածումը, որովհետև ամբողջ աշխարհն էր այդ պերիոդում բում ապրում եւ Հայաստանը հատկապես շինարարության հաշվին մեծամասամբ ունեցել այդ բումը, բայց մյուս կողմից մենք տեսել ենք նաեւ գույք պարտքի դիմաց պրոյեկտները, հա, որտեղ հայկական ինքնիշխանությունը սահմանափակվել է եւ մեր ամտանգային բավականին լուրջ խնդիրներ են առաջացրել, որոնց հիմա ենք մենք սկսում բախվել, որոնց հետևանքները հիմա նոր սկսում ենք հասկանալ։ Ու էլի բազմաթիվ դեպքի իրադարձություն է սկսած, չգիտեմ, մարտի 1-ի գործի հետ կապված, թեպետ փաստաբանները անպայման կասեն, որ մարտի 1-ի գործով կա արդարացում ու այլևս այդ թեման չի կարելի բարձրացնել, բայց եթե դատարանը փակել է գործը, դա չի նշանակում, որ դա իսկապես արդարացի process է տեղի ունեցել։ Էլի բազմաթիվ հետապնդումների հետ կապված, բռնությունների, ոստիկանական բռնությունների հետ կապված բազմաթիվ դեպքեր մենք տեսել ենք։ Կարող փոխվել։ Մարդը կարող է փոխվել, բայց եթե նման ցանկություն ունի Պարոն Քոչարյանը մեծ հպարտությամբ է խոսում իր կառավարման տարիների մասին, ավելին ասեմ, իր զավակներն են մեծ հպարտությամբ խոսում իրենց հոր կառավարման տարիների մասին։ Ես բազմաթիվ անգամ առաջարկել եմ Լևոնը եւ չգիտեմ ով էր, հա, հիմնականում Լևոնն է խոսում, Լևոն ջան, գնացեք, օրինակ A1+-ի ստուդիա գնացեք ու իրանցից խնդրեք ձեզ արխիվները ցույց տան, տեսեք թե ձեր հոր կառավարման տարիներին, օրինակ ոստիկանության ինչպիսի բռնության դեպքեր են եղել, ինչպիսի պատմություն կա, ինչպիսի արխիվներ կան։ Գնացեք հետաքրքրվեք։ Ու կտեսնեք, որ այն բռնությունները, որոնցից դուք խոսում եք այսօր, դրանք համեմատելու եզրեր չունեն, բայց դա չի նշանակում, որ այս իշխանությունները բռնության ճանապարհով չեն գնալու։ Ես հիմա գամ նաև այսօրվա իշխանություններին, որ չստացվի նրանցից հարց քննարկեցինք, այսօրվա իշխանություններից ոչ։ Տեսեք, ձեր խնդրումը Նիկոլ Փաշինյանի իշխանության այդ գլոբալ առումով որն է Աժանդիմության խնդրումը ավելի այսպես ազգայնական նարատիվներ են, հա, չգիտեմ, զիջել Ադրբեջանի եւ Թուրքիային, հայ ինքնության դեմ պայքար եւ այլն, ազգային արժեքների դեմ պայքար եւ դուք եք այս դիրքերից քննադատում եւ արդյոք եթե այս դիրքերից եք քննադատում, դուք չեք հայտնվում Աժանդիմության տիրույթում եւ նույն օրինակ ձայներ կիսվելու պարագայում միգուցե ավելի շատ նրանց գնա հաշվի առնելով որ դուք քաղաքացիական ներկայացուցիչ եք եղել ենթադրելի կլինի որ ձեզ համար առավել կարևոր դրոշակներ կարող է լինել մարդու իրավունքներ, ժողովրդավարություն այս դիրքերից քննադատել այսպիսի ուժերը եթե խոստովանենք քիչ են որոնք ժողովրդավարական բարեփոխումների հարկադրանք են իջեցնում իշխանության վրա եւ ասում են մենք ավելի լավ, ասենք դատական համակարգ ունենանք կամ ոստիկանական եւ այլն։ Ադրբեջանի եւ Թուրքիայի կոնտեքստում շատերն են խոսում։ Այս իմաստով ասեք ձեր դիրքավորումը։ Պետական էական տարբերություն կա քաղաքասարակության ներկայացուցիչներն եւ քաղաքական process-ին մասնակցել, որտեղ պետական կառավարումը ինքը նախատեսում է շատ ավելի line specter, այստեղ այո, ազգային ինքնությունից սկսած, որը ես էլ եմ գտնում, որ եւ թիմն էլ է գտնում, որ բավականին լուրջ խնդիրներ է առաջացնում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները, բայց միայն դրանով չի կարելի սահմանափակվել, որտեղ դա ավելի line կոնտեքստ ունի։ Հիմա նույնը վերաբերվում է նաեւ մնացած համակարգային փոփոխություններին, ինչու ենք մենք պահանջում համակարգային փոփոխություն, ինչու ենք մենք կարծում եւ պնդում ենք, որ համակարգային փոփոխությունների արդյունքում արդարադատության ամբողջ համակարգը պիտի ստանա առավելագույն անկախություն, այն ինչ որ այս իշխանությունների ժամանակ տեղի չունեցավ, որովհետև երբ որ դու չես ունենում օրինակ այդ համակարգերի փոփոխություն, իրական անկախություն, ռեալ անկախություն, սահմանադրական բոլոր մարմինները պիտի ունենան բավարար չափով ծայրահեղ առավելագույն տարբերակով պիտի ունենան անկախություն։ Եթե դու դա չես ապահովում, դու ստանում ես նույն համակարգը, որտեղ մեկ անձ կարող է հրահանգ տալ ազգային ժողովի ամբիոնից կամ ստատուս գրի իր Facebook-յան էջում ու այդ ամբողջ համակարգը սկսում է աշխատել մեկ անձի այսպես նախասիրությունների կամ հրահանգների ներքո, այնինչ այդ համակարգերը պիտի լինեին անկախ։ Ստացվում է նույն մի վիճակ, որտեղ որ օրվա իշխանությունները ստանում են այսպես բոնուսներ ու բենեֆիտներ, իրենք պաշտպանված են լինում այն համակարգերով, որոնք որ պիտի վերահսկեին իրենց օրինակ կոռուպցիայի ներգրաված չլինելու, օրինակ հակասահմանադրական գործողություններ չիրականացնելու հարցում։ Ու ստացվում է մի հատ վիճակ, որտեղ գլխավոր դատախազից միջև, չգիտեմ, ոստիկանության
Հիմա ոստիկանապետ չի, հիմա նախարարը, մինչև նախարարություն, այո, բոլորը ծառայում են մեկ անձի եւ ոչ թե պետությանը։ Սա իսկապես խնդիր է, սա լուրջ խնդիր է։ Եվ մեր առաջարկը հենց հետեւյալի մեջ է, որ մենք կարիք ունենք ազգային ինքնությունից միջև պետական կառավարման մոդել փոփոխության կարիք ունենք, ավելի հստակեցման կարիք ունենք, որովհետեւ մենք պիտի հասկանանք լավ այդ ինքնությունը ինչի մեջ է, որովհետեւ ամեն անգամ գալ ինչ որ նոր նարատիվ բերել, նոր շրջանառել ինչ որ գաղափարներ մտքել, դա էլ է վտանգավոր, որովհետեւ ժողովուրդը չի կարող անդադ այդ տվայտանքների մեջ ապրել։ Քիչ թե շատ ավելի հստակեցված, դե պարզա որ ինքը որոշակի փոփոխությունների ենթակա պիտի լինի, բայց մեր հասարակությունը պիտի հասկանա այդ ծայրահեղական վիճակից բերել ավելի ողջամիտ, բայց այնուամենայնիվ ինքնության պահպանման կարևոր էլեմենտներ պիտի ներգրաված լինեն այս ամբողջ փոփոխությունների մեջ, որովհետև եթե դու չես համարում քեզ քո ինքնությունը քեզ համար པարզ չի, քո գաղափարը քեզ համար པարզ չի, դու չես հասկանում այս բոլոր մարդկանց հետ, ովքեր փողոցներում են, ովքեր, չգիտեմ, դաշտում կան, քո պետության ներսում ապրեն, դու այդ մարդկանց հետ ինչ կապ ունես։ Օրինակ, ինչու դուք բոլորդ պիտի ինչ-որ գործողություններ անեք։ Ինչու օրինակ պատերազմի ժամանակ մենք բոլորս պիտի ներգրաված լինենք մեր պետությունը պաշտպանելու հարցում։ Օրինակ, ինչու մենք տարերային աղետների ժամանակ բոլորս պիտի ներգրաված լինենք ինչ-որ process-ների, ինչ է մեզ կապում իրար հետ, մենք ինչ ընդհանուր բան ունենք։ Ու դա հենց ազգության հետ կապ չունի։ Դա ավելի շուտ այ ընդհանրության, հա, միայն ազգային պատկանելությանը չի վերաբերում, որովհետև մենք ունենք նաև ազգային փոքրամասնություններ, որոնք ոչինչով չեն տարբերվում, ну, բացի իրենց առանձնահատկություններից, ազգային առանձնահատկություններից, բայց որպես Հայաստանապետության քաղաքացի իրենք նույն չափ պիտի ներգրաված լինեն մեր պետության զարգացման հարցերում, պաշտպանության, պահպանության, չգիտեմ, այդ հարցերում։ Այնպես որ մեծ աշխատանք կա անելու, ու սա մի կառավարության անելու աշխատանք չի, սա ավելի շատ պիտի լինի այսպես ընդհանուր պատկերացում, որ այնքան ողջամիտ պիտի լինի առաջարկը, որ հաջորդի եկող իշխանություններն էլ պիտի կարողանան որոշակի բնականաբար իրենց նախասիրությունները, իրենց ծրագրերը, ինչ որ պրոյեկտներ իրականացնեն, բայց նաև պիտի լինի մեկ ընդհանուր գիծ, մենք պիտի հասկանանք այ վիժնը որտեղ է, մեր նպատակը, վերջնանպատակը մեր որն է։ Լավ, հասկանալի է, նժար սահմանադրական շարժումը կուսակցություն դառնալու է, թե չի դառնալու, եթե չի դառնալու, ինչ ուժերի շրջանակետ եք դիտարկում հավանական դաշինքը, իդեպ գիտեք, չէ, ինչքան է բարձրացել դաշինքի շեմը, պետք է ուժերը լավ չափել Տիկին Կարապետյանց։ Դե, հա, մենք այդ իմաստով շատ մանրակրկիտ, շատ հստակ, շատ adekvat հաշվարկներ ենք անում, մենք տեսպես չենք ենթադրում, որ գալու ենք ու միանգամից տենց առաջի մուտքից հենց գալու եք եւ ինչքան ուզեք խփեք, հա։ Որովհետեւ այդ նման հնարավորություն ինչքան կուզեմ կխփեմ, ունեցել են ժամանակին իշխանությունները եւ անթակույց դրա մասին հայտարարել են ինչքան կուզեմ այդքան կխփեմ, գործող իշխանությունները առանձնապես մեծ փոփոխություն չեն արել, որպեսզի զրկեն իրենց այդ հնարավորություններից եւ մենք տեսել ենք ընտրությունների տարբեր ֆորմատներ, որտեղ այդ ադմինիստրատիվ ռեսուրսը անոնիմիվ չարաշահվել է, բայց գիտեք, մենք ունենք քաղաքասարակություն, որը գործող իշխանությունների մոլի երկրպագուներն են եւ դրա մասին գրեթե չեն խոսում։ Այդպես թեթև անդրադառնում են, իսկ նախկինում հիշում եք ինչ են իրականացնում։ Այո, մենք շատ հստակ պատկերացնում ենք կուսակցության հետ կապված։ Մենք չենք սկզբունքորեն չենք ուզում գրանցել կուսակցություն, որովհետև մեր գաղափարները իրենք նեղ կուսակցական չեն, դա մի կուսակցության գաղափար չի։ Այդ մասշտաբի փոփոխությունը, որի կարիքը ունի մեր երկիրը, դա վերկուսակցական գաղափար է եւ մենք առաջարկում ենք այդ գաղափարը բացատրում ենք, հանդիպումներ ենք ունենում տարբեր կուսակցությունների խմբերի թիմերի հետ, ոչ մենք կուսակցություն չենք գրանցելու, որտեղ Հայաստանին պետք է ոչ թե հերթական նոր կուսակցությունը, այլ անհրաժեշտություն կա այն մոբիլիզացնելու։ Հանդիպում ենք շատ տարբեր ուժերի, խմբերի, թիմերի, նախաձեռնությունների, անհատների հետ եւ իսկ կարծում եմ, որ մենք կարողացել ենք տեղ հասցնել թե ինչա փոփոխությունը, այն աստիճան ենք տեղ հասցրել, որ անգամ չհանդիպելով հանդերձ պարոն Քոչարյանը անգամ խոսում է փոփոխությունների մասին եւ դա կարծում եմ հենց հաջողություններից մեկն է մեր, որովհետեւ տեղ հասցնել, այսինքն հասարակական պահանջ ձևակերպել եւ տեղ հասցնել, որ հասարակությունը սպասում է գաղափարական փոփոխությունների, հա, հիմնական փոփոխությունների, դա ստացվել է մեզ մոտ։ Հիմա ում հետ կստացվի հանդիպումը, քննարկումը, դա իհարկե շատ ավելի բարդ հարց է, որովհետև թիմեր կան, որոնք դեռ չեն կողմնորոշվել մասնակցելու են, թե չեն մասնակցելու, թիմեր կան, որոնք մի փոքր այլ ֆորմատ են պատկերացնում, թիմեր կան, որոնք ունեն մի քիչ ավելի, այսպես ասած, այ ամբիցիաները շատ ավելի բարձր են, քան
կարողությունները, հետեւաբար այո դժվարություն կա, բայց ես կարծում եմ, որ ինչ որ этаպում մենք կարողանանք հայտարարել այն մասին, որ մենք այնուամենայնիվ մասնակցելու ենք։ Այս կանչեցնեք որոշ թիմերի անուններ, որ Չէ, այս պահին կարծում եմ դեռ չկա, անկեղծ ասած ես մտածում եմ, որ առնվազն գոնե հունվարի կեսերին մեզ համար էլ արդեն բարձ կլինի վերջնական որոշակիություն կլինի, բայց զարգացումները մի փոքր այսպես անընդհատ գործող իշխանությունները կարողանում են այդ իրենց նարատիվները տարածել, ինչ-որ շփոթություն մտցնել, բոլորի աշխատանքի մեջ մի տեսակ տենց տեղաշարժեր կազմակերպել, դա իրանց մոտ շատ լավ ստացվում այդ մանիպուլյացիաները, նարատիվներ տարածելը, այդ այն մեղադրանքն է, որ ես ամեն անգամ իմ գործընկերներին ընդդիմության անկախ նրանից մենք իրանց հետ համագործակցում ենք թե չէ, ես իրանց ամեն անգամ ասում եմ, հատկապես փորձառու, այսպես երկար տարիների փորձ ունեցող ընդդիմադիրներին, այդ եմ բացատրում, որ Ժորժ ջան, դուք ամեն անգամ բոլորդ լծվում եք Նիկոլ Փաշինյանի ինչ որ թեզ հերքելու կամ քննադատելու հարցում, փոխարենը դուք պետքա ձեր նարատիվները տարածեք, ձեր գաղափարները Բլագը ասում եմ ունեք եւ կարողություններ եւ հնարավորություններ եւ լրատվամիջոցներ, այսինքն մարդկանց տեղ հասնելու ուղիներն էլ ունեք, դուք չունեք այն խնդիրները, որոնք ունենք մենք։ Եթե անկեղծ ասենք, Փաշինյանը մի օր ինչ որ մի բան չասի կամ չանի, շատ քաղաքական ուժեր ասելու բան էլ չունեն։ Սպասում են ինչ է անել, որ մեկնաբանեն։ Ցավոք սրտի այո։ Բայց կան, ես շատ հետաքրքիր հանդիպումներ կան, շատ անսպասելի հանդիպումներ կան, ինձ շատ ուրախացնում է, որ հատկապես երիտասարդությունն է սկսել աշխուժանալ, ինձ դա շատ դուր է գալի, որովհետև այդ շերտը երիտասարդության, որը երկար տարիներ որևէ ցանկություն չի ունեցել process-ներին մասնակցելու, եթե լսարանը չգիտի կամ գուցե մոռացած լինեն, բայց մենք ունենք մոտավորապես արդեն հայտարարվել է 2.5 միլիոնի չափ քվեարկության ձայնի իրավունք ունեցող հասարակություն, բայց մշտապես տարիներ շարունակ մասնակցել ընդամենը 1.2 միլիոն, ասելա թե այն մեծ մասը, հատկապես երիտասարդության մասը, իրենք չեն ուզում գնալ մասնակցել ընտրություններին, որովհետև նաև ալտերնատիվա չեն տեսնում, միտք չեն տեսնում, գաղափար չեն տեսնում։ Իրենց մասին գաղափարներ երևի չեն լսում։ Այո, հատկապես իրենց հետ կապված, իրենց ապագայի հետ կապված։ Մի քիչ ավելի, այսպես վերերկրային միֆական բաներից են հաճախ խոսում։ Միֆական չեն խոսում, հիմնական ճնշող մեծա, բոլորին չի վերաբերում իհարկե դա, բայց մաշկին չկպնող բաներ են մի քիչ։ Հա, որովհետև դրանց հիմքում դրված է ավելի շատ կուսակցական գաղափարներ, որովհետև այն ինչի մասին փորձում ենք խոսել մենք, դա ազգային, հա, յուրաքանչյուրին վերաբերող խնդիրները, իհարկե դա շատ ավելի դժվար է տեղ հասցնել ու ցավոք սրտի նաև քաղաքականությամբ չհետաքրքրվելը, բավարար կրթական կամ գիտելիքներ բավարար այդ ոլորտում չունենալ, ինչը պիտի 30 քանի տարվա, 35 տարվա կտրվածքով մենք պիտի դաստիարակեինք այդ սերունդը, որը քաղաքականապես կիրթ պիտի լիներ, հա, քաղաքապես գիտակից պիտի լիներ, քաղաքացի պիտի ձևավորած լիներ, ցավոք սրտի դա չի արվել եւ չի արվել գիտակցաբար չի արվել, որովհետեւ շատ դժվար է կառավարել գիտակից մարդուն, որովհետեւ երբ որ մարդը ունի պատկերացումներ ինչ որ գործողությունների վերաբերյալ ինքը քեզ հարց է տալու եւ հարկերի հետ կապված եւ թուրքերի հետ կապված եւ անվտանգության հետ կապված եւ դա հիմնված է ոչ թե էմոցիաների վրա, այլ դա հիմնված է կոնկրետ հաշվարկների, հա, վերլուծական մտքի վրա, իսկ դա այդպիսի քաղաքացին ոչ մեկին պետք չի, երևի թե բացի մեզանից ու նորաստեղծ որոշ, լավ չէ, հներից մեջ էլ կա, լավ, մի քանի հոգի կան խմբեր, որոնք որ իսկապես հետաքրքրված են եւ խոսում են դրա մասին։ Նորից վերադառնալով ասում եմ նախկին գործընկերներին, իսկ նայում եմ մեկ-մեկ իրանց հարցազրույցներ, նո գործընկեր չի ավելի շուտ, մեր նախկին իշխանության ներկայացուցիչներին, ես նայում եմ թե ինչ տենց ջանասիրությամբ դժգոհում են ու ասում են, այ ոնց է հասարակությունը հանդուրժում այս ինչ բանը, ոնց է հանդուրժում են, ինչու չի դուրս գալի փողոց։ Հարցը ստարի, եղբայր դուք քաղաքացի եք ձևավորել, դուք Հայաստանի Հանրապետության գիտակից քաղաքացի ձևավորել եք, թե ստիպել եք ձեր բռնություններով, ձեր ոստիկանական բռնություններով, ձեր հետապնդումներով, ձեր չգիտեմ, ճնշումներով ստիպել եք մարդկանց, որ իրենք ձևավորեն որպես, չգիտեմ, անհատ էլ ասում է, ես իմ գործը տենց ասում եմ, գլուխս կախ աշխատեմ, բալքիմ ինձ մի բան չպատահի։ Այ երբ որ դու երկար տարիներ այսպիսի գործողություններ ես իրականացնում գիտակցված, դու արդյունքում ստանում ես այն ինչ որ ստացել ենք մենք հիմա, այնպես որ իսկապես շատ մեծ աշխատանք կա ու նորից վերադառնալով երիտասարդներին, այդ մեծ թվին, որոնք կարող են գալ մասնակցել, արդյոք կարելի է իրավիճակ փոխել, այո, կարելի է իրավիճակ փոխել եւ այդ իրավիճակը կփոխվի, եթե մեծ թվով մարդիկ գան մասնակցելու, գան իրացնեն իրանց ձայնի իրավունքը։ Ոչ թե ասեն, որ չկան, չգիտեմ, չէ, սրան չենք հավանում, նրան չենք հավանում։ Ժորժ ջան, ոնց է լինի մինչև 26 թվականի հունիսի 7-ը հաստատապես կլինեն խմբեր թիմեր, որոնց դուք քիչ թե շատ ինչ որ ձևի կհամակրեք։ Գնացեք, անպայման գնացեք մասնակցեք, որովհետև եթե դուք չգնաք մասնակցելու, ձեր փոխարեն ձեր ճակատագիրը հատկապես երիտասարդությանն է վերաբերվում։ Ձեր ճակատագիրը կլուծեն այն մարդիկ, ովքեր որ
ովքեր մեծ մաս իրենց կյանքի ապրել են, որովհետև ամենալավ ձայն տվողները, ընտրությունների մասնակցողները դա 45-50 պլյուսերն են հիմնականում։ Այնպես որ ասում եմ, ձեր ճակատագիրը լուծելու ձեր տարբերակը կա։ Ուղղակի գնացեք մասնակցեք ընտրություններին։ Երևի տարեց մարդիկ ավելի են հետաքրքրվում քաղաքականությամբ, դա հետաքրքիր ֆենոմեն է, ինչու՞։ Չեմ կարող ասել, դա էլ է պետք է հետաքրքրել, որովհետև պիտի Կամ երիտասարդների հետաքրքրությունը լրիվ ուրիշ տեղ են։ Հատկապես հիմա տեխնոլոգիաների զարգացման դարում, դե հա, այդքան էլ հաճելի բան չի, առանձնապես միջև այս պահը առաջարկներ էլ մեծ թվով տոքսիկ է, նաև թունավոր է։ Եվ տոքսիկ են, եւ իրենց համար հասկանալի չեն եղել, եւ առանձնապես մեծ ընտրության հնարավորությունը չի եղել, այսինքն մի ծայրեղությունից մյուս ծայրեղությունը, դա էլ է խնդիր, որովհետեւ շատ կարեւոր է, որ հատկապես երիտասարդության համար հասկանալի, ընկալելի գաղափարներ լինեն։ Մենք օրինակ ունենք գաղափարներ, որոնք ընկալելի չեն ավելի մեծ հասակի մարդկանց համար, որովհետեւ իրենք ավելի տենց սովոր են, թղթային ինչ-որ տարբերակների ավելի հին, ավանդական տարբերակներ, բայց երիտասարդության շրջանում դա շատ մեծ հետաքրքրություն է առաջացնում, շատ մեծ։ Ու իրենք իսկապես պիտի կարողանան մի անգամ իրենց մեջ ուժ գտնեն այդ կիրակի օրով, իրենց ազատ օրով 8 ժամվա կտրվածքով գան ընտրական տեղամաս ընտրություն կատարեն իրենց ապագայի հետ կապված, որովհետև ամենայն հարգանքով բոլորին 1000 տարվա կյանք, բայց 50 տարեկան, 50 պլյուս մարդիկ արդեն իրենց կյանքի ճնշող մեծամասնություն այդ հատվածը ապրել են։ Սա ձեր երիտասարդների ապագայի մասին է խոսքը գնալու եւ կարծում եմ, որ իրենք իսկապես անելիք ունեն այս հարցում։ Շնորհակալ եմ, ես վստահ եմ, էլի ձեզ կհյուրընկալենք։ Սիրով։ Factor TV-ում հյուրընկալել ենք Նինա Կարապետյանցին։